Նախորդ իշխանությունները եւ ինչու ոչ նաեւ ներկայիս իշխանությունները առաջին 2-3 տարում իրենց հույսը դնում էին Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանը իր դաշնակցային պարտավորությունները կատարելու է, եթե ոչ Արցախի հարցում, որովհետեւ հայ-ռուսական համաձայնագրերը երբևէ չեն ենթադրել, որ Ռուսաստանը Արցախի հարցում ամիջական ռազմական միջամտություն է ցույց տալու, ոչ էլ ՀԱՊԿ-ը։ Սակայն բայց մենք ՀԱՊԿ-ի օրինակ ունենք, նաև ռուս խաղաղապահների օրինակ ունենք Արցախում։ Այո, փաստորեն ինչ կատարվեց հայ-ռուսական համաձայնագրերով կամ առավել եւս ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանը պարտավորություն չունեին Արցախում կատարելու ռազմական միջամտություն, քանի որ այդ համաձայնագրերը Հայաստանի ինքնիշխան տարածքի համար էին։ Սակայն երբ վերաբերվում է խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքին, Ռուսաստանը ուներ պարտավորություն, ինչպես նաև ՀԱՊԿ-ը։ Եվ մենք տեսանք, որ ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև նույնիսկ ջերմուկից առաջ խոսակցություններ կան, ես չգիտեմ դրանք ինչքան է ճիշտ, որ ռուսները հետ են քաշվել։